Երևանի ավագանիում կրքերը թեժ են, թեման թերևս անմեղ, մանկապարտեզները։ Ընդդիմադիր Մայր Հայաստանն իր մասնակցությունից չհրաժարվեր, Երևանի ավագանիում առաջին անգամ ստեղծվող քննիչ հանձնաժողովը կունենար հավասար թվով անդամներ։ Հիմա սակայն 12-ը կլինեն, յուրաքանչյուր խմբակցությունից 3-ական ավագանի։ Այս հանձնաժողովն ի դեպ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից սեպտեմբերի 21-ից մինչև մեր օրեր համայնքային դպրոց մանկապարտեզների օտարումն է ուսումնասիրելու։ Անհրաժեշտ է, որպեսզի Երևանի ավագանին իր դիրքորոշումը հայտնի, կարծում ենք, որ անհրաժեշտություն կա մեր հանրությանը լավ իրազեկել, ինչ է իրականում տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել, ում կողմից, ում համար, ինչ վնաս է կրել դրանից համայնքը, ինչ գույքային վնաս է կրել եւ ինչպիսի հերթեր են գոյացել։ ՔՊ-ն ի սկզբանե մտադրվել էր 96-ից 2018 թվականների օտարումները քննել, ընդդիմադիր մյուս խմբակցություններից են առաջարկել սկզբի համար ավելի հետ գնալ, իսկ վերջի համար հասնել մինչև այսօր էր։ Իշխանականները ձևակերպման հարցում համաձայնել են, թեպետ նախագծի հեղինակն ամբիոնից է նշում, տեղական ինքնակառավարությունները մեր երկրում միայն 96-ին են ձևավորվել, 18-ից հետո էլ գոնե իրենց համար ակնհայտ է, օտարումներ չեն եղել։ Ըստ ձեր բերած նախագիծը դիտարկում են պոպուլիստական, սա զուտ նախընտրական փուլի քարոզարշավի միջոց եք դուք դիտարկում, նորից այն նախկին ներկայի թեզի համար եք ստեղծում, եթե 2 տարի է քաղաքային իշխանություն եք, արդյոք մանկապարտեզների հետ կապված դրվագներ դուք չգիտեիք, դիմեիք դատախազություն, ամբողջ պետական ապարատը ձեզնով եք արել, դատական համակարգ, այնտեղ քննչական մարմին, դատախազություն, ինչի ասենք, ինչն է ձեզ հետաքրքիր, որ էմոցիոնալ բնույթի մանկապարտեզների ֆոն եք ուզում ստեղծեք։ Ես հասկանում եմ, որ ձեր համար մի քիչ տհաճ process է սա լինելու, բայց սա լինելու է եւ դες խորհուրդ կտամ հանգստությամբ հետևել այդ process-ին։ Ընդդիմադիր Մայր Հայաստանից դարձյալ հարց են ուղում այս անգամ քաղաքապետին։ Նախորդ նիստին իշխանականն ասում էր հիմա մանկապարտեզներում հերթեր էլ չկան, այսօր քաղպայմանագրից նշում են քիչ, բայց կան։ Ի վերջո ում խոսքին հավատալ։ Ավինյանն արձագանքեց քննիչ հանձնաժողովի ստեղծմանը չվերաբերող հարցերն այլ նպատակ են հետապնդում։ Եվ Մայր Հայաստան խմբակցությունը նպատակադրված ամեն ինչ անում է, որ այս թեման շեղվի, ժողովուրդ, մենք դա ձեզ թույլ չենք տալու։ Վաղեմության ժամկետ գոյություն ունի, ինչ որ բան պարզեցիք, վաղեմությունն անցած լինի, հետո ինչ եք անելու, ուրեմն որն է այս հանձնաժողովի ստեղծման նպատակը։ Ընդդիմադիր ֆրակցիայի հարցերը չեն ավարտվում։ Եթե այդպեսին է օրենսդրությունը, ինչ որ հարց վաղեմության ժամկետը անցած կլինի, բնականաբար անցած կլինի, դա որևէ բան էսպես չենք կարող անել, բայց պատճառված վնասի հետևանքները վերացնելու համար վաղեմության ժամկետը մեզ չի խանգարում։ Այդ աղմկահարույց ուղղություններով, որ դուք ուզում եք գնալ, քննիչ գործունեություն ծավալել, փաստեր վերհանել, բանթացիկ վիճակի փաստեր էլ մենք պիտի անենք, հա, երևի։ 35 կողմ, 5 դեմ, 16 ձեռնպահ, թեժ քննարկումներից հետո ավագանին այնուամենայնիվ ընդունեց որոշումը, քննիչ հանձնաժողովը ստեղծեց։ Օրակարգը սպառվեց։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։